Քննչական կոմիտեի ղեկավարը այս շաբաթ եկել էր ազգային ժողով, զեկուցելու, թե ինչ արել 2024 թվականին։ Նախորդ շաբաթ գլխավոր դատախազն էր եկել զեկուցելու արածները։ Եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, լիներ ինքնիշխան պետություն, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որը Պաշտպանության նախարարության ոլորտում բարձր մարմին է, այդ երկուսին հարց կտար թշնամու բոլոր օկուպացիաների վերաբերյալ քրեական գործեր կան հարուցված, ինչ է կարել նախորդ տարի, ինչ է կարել դրա նախորդ տարին, դրա այն մյուս տարին ու ինչ է կանում հիմա։ Թերացել են, չէ՞ որ առանց պատրոն կրակելու թշնամին եկել զավթել է։ Բայց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը սա թողած հարցնում է. հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից ինչ կա, երբ եք բացահայտելու։ Հոկտեմբերի 27-ը եղել է 26 տարի առաջ։ Ցմահ պատժվածներ կան։ Մարտի 1-ն էլ ձեր վարչապետներ անում։ Հեռու մի գնացեք, դատվել է։ Այս օկուպացիան եղել է 3, 225 զոհ ունենք։ 8 հոգի զոհվել է հոկտեմբերի 27-ին, 10 հոգի զոհվել է մարտի 1-ին։ 225 հոգի զոհվել է սեպտեմբերի 13-ին 22 թվի։ Քննության ենթակա չէ։ Սրանից հարց չեն տալիս։ 5+5 անելի, իրենց հետ անընդհատ հնանում է, բայց շարունակում են դրանից խոսել։